այն հայը, ով կարծիք չունի, կամ ունի իշխանությանը հակառակ կարծիք, բայց չի արտահայտում դա, նա պետք է լռի, այլապես իրեն կլռեցնեն, այլապես իր բերանը կփակեն, ինչպես փակել են այն զինվորի, այն ողջակեզ եղած զինվորի պապիկի բերանը եւ տարել, այլապես իրենց բերանը կփակեն, ինչպես արել են այն հավատավորի հետ, ով եկեղեցում ընդվզել է, պարզապես քաղաքական քմահաճույքի համար մեր եկեղեցու կանոնակարգի խախտմանը։ Եվ հավատացեք, եթե այսպես շարունակվի, ձեզ լռեցնելու հերթը նույնպես կգա։ Սակայն կա մի օր, հունիսի 7-ը, որ ձեր ձայնը երբեք չեն կարող լռեցնել։ Հենց այդ օրը համար 3 քվյաթերթիկը, ուժեղ Հայաստանի քվյաթերթիկը ծրարելով դուք ընտրում եք Հայաստանի ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, հայի արժանապատվությունը, որը ձեզ համար երաշխավորում է Սամվել Կարապետյանը։ Այն մարդը, ով իր կյանքով եւ կատարած գործով ապացուցել է, որ ապրում է հայի կողքին, իր երկրի կողքին, եւ որ ամենակարևորն է, տալիս է հույս, հնարավորություն եւ ուժ։ Սիրելի հայրենակիցներ, ամենացավալին սակայն այն չէ, որ հարմար հայը լուռ հայն է։ Այսօր պարզվեց, որ փաստորեն ոչ միայն լուռ հայն է ամենահարմար հայը, այլ մեռած հայն է։ Եվ մենք այսօր պետք է բացատրագիր դեռ ներկայացնենք, թե ինչու ենք ողջ։ Սիրելի հայրենակիցներ, այդ բացատրագիրը նույնպես հունիսի 7-ին համար 3 քվյաթերթիկով մենք կներկայացնենք, թե ինչու է հայը ողջ, թե ինչու ենք այսօր մենք այստեղ եւ ինչու դեռ դարեր շարունակ կլինենք։ Եվ այն նախարարը, ով որ պահանջել է այդ բացատրագիրը, դեռ ինքը բացատրագիր ունի ներկայացնելու, թե ինչու են օկուպացված ադրբեջանցիների կողմից այսօր Հայաստանի տարածքները, ինչու 9 ամիս շարունակ արցախցիները, մեր հայրենակիցները մնացին բլոկադայի մեջ, երբ Հայաստանի Հանրապետությունն էր նրանց անվտանգության երաշխավորը, եւ ինչու են գերեվարված այսօր մեր հայրենիները։ Այդ բացատրագիրը դուք դեռ պետք է ներկայացնեք։ Սիրելի հայրենակիցներ, հիշում եք հունիսի 7-ը նաև ինչ օր է։ Խոսքը 2021 թվականի հունիսի 7-ի մասին է։ Հենց այդ օրը հետաքրքիր զուգատիպությամբ գործող վարչապետը հայտարարեց, որ մեր գերիները դեռ մեզ կներեն մի քանի ամիս ավել գերեվարված մնալու համար։ Սակայն ինչպես տեսնում եք, արդեն 5-րդ տարին մեր գերիները մնում են գերեվարված, ավելին հայորդիները գերեվարված ավելացել են Ադրբեջանում, իդեմ Ռուբեն Վարդանյանի, Դավիթ Բաբայանի եւ մյուսների։ Եվ այս տարվա 2026 թվականի հունիսի 7-ը նույնպես ձեզ պետք է հիշեցնի, մեզ հիշեցնի, որ պետք է մերժենք հային լքողին, ազգատյացին եւ հային հակառակվողին։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։